Հանրային տրանսպորտում քաղաքացիների կողմից ուղևորձը չվճարելու գործընթացը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը գնում է խստացման։ Տրանսպորտում տեսուչների շրջայցից խնդիրներն արձանագրելուց զատ շուտով կիրառվելու է պատասխանատվության ենթարկելու գործիքակազմը, այն է ուղևորձը չվճարող քաղաքացիները կտուգանվեն։ Մենք թույլ չենք տալու, որ այդ անարդարության մթնոլորտը գնալով ավելի խորանա, որովհետև եթե մարդիկ օրինապահ մարդիկ զգացին, որ օրինակի համար միևնույն է չվճարողների հանդեպ որևիցե բան չի կիրառվում, միևնույն է այդ մարդիկ մեր վճարածի հաշվին նաև օգտվում են այդ ծառայությունից, կներեք մենք ինչի համար ենք օգտվում, մենք ինչի համար ենք մեր երեխաների, մեր ընտանիքի անդամների համար գնում փաթեթներ առնում, ինչի ենք դա անում, եթե կարելի է օրինակի համար անվճար երթևեկել։ Տուգանք սահմանելու առաջարկով համապատասխան նախագիծն արդեն առկա է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում idraft.am-ում։ Նախագծով առաջարկվում է տուգանքի համար գործադրել մի քանի մեխանիզմ։ Մի քանի մեխանիզմ է լինելու եւ գումարային տուգանքի, այսպես ասած, այդ չափն էլ որոշակի տարբերություն իր մեջ ունենալու, մի դեպքում դա առհասարակ չվճարողներին է վերաբերելու, մի դեպքում դա վերաբերելու է այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին եւ մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող եւ եթե չեմ սխալվում առհասարակ որևիցե տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդուն։ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությունը հավանության արժանացնելուց հետո քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը կիրականացնի պատասխանատվության ենթարկելու գործիքակազմը։ Խնդիր է դրված ծառայությունից օգտվողներին բերել օրինականության դաշտ։ Նախագծով նախատեսվում է տրանսպորտից օգտվելու ու չվճարելու դեպքում սահմանել 15,000 դրամի չափով տուգանք, իսկ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկելու պարագայում 18,000 դրամի չափով տուգանք։ Կներեք, էլի վճարող մարդը ինչի չվճարող մարդու համար պետք է վճարի։ Այսինքն ես եթե տրանսպորտից կամ դուք տրանսպորտից օգտվում եք, դրա համար վճարում եք, այդ գումարը գալիս է Երևանի քաղաքապետարան, որպեսզի Երևանի քաղաքապետարանը SSS ուղղություններով նոր ավելի ծավալուն բաներ իրականացնի, փոխարենը մարդիկ ուղղակի չեն վճարում ու ինչ որ մի կերպ այդ ընթացքը Երևանի քաղաքապետարանի դանդաղեցնում են, որոշակի խնդիրների են բերում։ Մարտի 10-ի դրությամբ տրանսպորտի վաճառված տոմսային պրոդուկտներից Երևանի քաղաքապետարանը հավաքագրել է շուրջ 2.5 միլիարդ դրամ։ Աննա Գզիրյան, Armenpress։